Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Ազգի վերագազմավորման խնդիրը որպես պայքարի ծև, Լիդիա Մարգոսյան, հարձակումը հայ առաքելական եկեղեցվո դեմ անընդունելի է, Գիլերմո Քարամանյան, Լուիս տեսած է Western Armenia շաբաթաթերթի 80-րդ թիվը, Ախտամարի գլզին եւ Սուրբ Խաչ եկեղեցին, Վան, Արևմտյան Հայաստան, Տորտյոլի հայ համայնքի ցավալի ճակատագիրը, Խոդաձածկի հրթեհը Վանալիջի ափին, Պիտլիսի մեջ խուճապի պատճառ դարձած է, Financial Times թերթը Հայաստանին նվիրված հոդվածը հրատարակած է։ Միապանական համակումարի մասնակիցները այցելած են Ձիթերնագաբերդի ուշահամալիր, Երապլուր, Զինվորական բանթիոն եւ Գոմիդասի անվան բանթիոն։ 2025 թվականի հունիս 15-ին կայացած Արևմտյան Հայաստանի խորհրդարանի նստաշրջանին ընթացքին Լիդիա Մարգոսյանը ելույթ ունեցավ, որը ամբողջապես նվիրված էր հայկական ազգի վերագազմավորման, ինքնության պահպանումի եւ իրավական պայքարի հրադադության։ Ան խոսքը բացավ խորին հարկանքով ուղղված խորհրդի նախագահին, խորհրդարանի նախագահին, կառավարության անդամներուն, պատգամավորներուն, ինչպես նաեւ բոլոր այն հայրենագիտներուն, որոնք իրենց նվիրումով գօգնեն ազգային թիմադրության գործընթացին։ Մեր այսօրվա հավաքի պատճառը թիմադրությունն է, շեշտեց Լիդիա Մարգոսյան։ Թիմադրությունը, որն իր մարմնավորումը կգտնե Արևմտյան Հայաստանի pedagogan վերագազմավորման մեջ իր բոլոր գառույցներով։ Ան բարձր գնահատեց խորհրդարանի, կառավարության եւ թիվանակիտական մարմիններու կատարած աշխատանքը, ինչպես նաեւ Արևմտյան Հայաստանի թրոշակագիրներու թերը, որոնք հայրենասիրական ցերնակներու ընթացքին կբահեն ազգային բադիվը։ Լիդիա Մարգոսյան շեշտեց, որ այս պայքարը միայն անցյալի հերոսներու հիշադակը պատվելու համար չէ, այլ մանավանդ ապագա սերունդներուն, որոնք պիտի ժառանգեն հայրենիքի պաշտպանության պատասխանատվությունը։ Այս համատեքստին մեջ ան ընդգծեց երիտասարդ պատգամավորներու ներգրավման կարևորությունը, որ նոր իմաստ կուտա ազգային թիմադրության ընթացքին։ Լիդիա Մարգոսյան մերժեց հայության արտագաղթած խավը սփյուռք կոչել, նախընտրելով արտաքսված ժողովուրդ եզրույթը։ Անոր խոսքով հայ ժողովրդի բռնի գդրդումը իր հայրենիքեն, Արևմտյան Հայաստանեն, ոչ միայն կչնչե մշակութային ինքնությունը, այլ ցլումի միջոցով կվտանգի ազգային գոյության հիմքերը։ Լիդիա Մարգոսյան անգամ ևս հաստատեց Արևմտյան Հայաստանի դիրքորոշումը, ըստ որուն հայ ժողովրդի ցեղասպանությունը կշարունակվի մինչև այսօր տարբեր հանգրվաններով։ Ան մասնավորապես մատնանշեց Արցախի թեմ իրականացված էթնիկ զդումները եւ Արևմտյան Հայաստանի հայ բնակչության վրա գործադրված ճնշումները, որպես ցեղասպանության ժամանակագից դրսևորումներ։ Անոր խոսքի կարևորագույն առանցքներն մեկը Արցախի իրավական կարգավիճակի վերարձարծումն էր։ Լիդիա Մարգոսյան հայտարարեց, որ միջազգային իրավունքին համաձայն Արցախը մաս կգազմի 1920 թվականի ճանաչված Հայաստանի, որոնց իրավահաջորդն է Արևմտյան Հայաստանը։ Ան ընդգծեց, որ միայն Արևմտյան Հայաստանը ստացած է Արցախի բնիկ հայ բնակչության մանդատը ներկայացնելու անոնց իրավունքները եվրոպական ադյաններուն մեջ։ Լիդիա Մարգոսյան դեղեկացուց, որ Արևմտյան Հայաստանը սկսած է իրավական գործընթացներ պաշտպանելու իր բնիկ բնակչության իրավունքները թե մարդու իրավունքներու եվրոպական դատարանին եւ թե միջազգային դատարանին թիմելով։ Անոնք որակվեցան որպես արժանապատվության գործողություններ ապօրինի բռնակրավման, մշակութային ժառանգության ոչնչացման եւ գենետիկ պաշարներու յուրացման դեմ։ Լիդիա Մարգոսյան հայտնեց իր համոզումը, որ հայ ժողովրդի համար խաղաղություն կրնա ըլլալ միայն այն, որ արդեն 1920 թվականին սահմանված է դաշնակից ուժերը կողմէ Սևրի դաշնակիրով։ Այս փաստաթուղթը կմնա օրինական ուժի մեջ հայ ժողովրդի ցեղասպանության հետևանքներուն լուծման նպատակով։ Իր ելույթի ավարտին Լիդիա Մարգոսյան ուղեց կոչը ամբողջ հայ ժողովրդին ստանձնելու Արևմտյան Հայաստանի քաղաքացիություն։ Ըստ անոր, սա թիմադրության բարձրագույն ցևն է, որ կմիավորե բոլոր հայերը անկախ կուսակցական պատկանելիության կամ թավանանք է։ Միայն ազգ պետության վերագազմավորումն է հայ ժողովրդի գոյության եւ անվտանգության միակ ճամփան։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության տեսփանատունը Արժանտինի Հանրապետության մեջ, Բոյնոս Այրես 13 հունիս 2025։ Հայ առաքելական եկեղեցին 301 թվականին ի վեր եղած է հայ ժողովրդի ինքնության ավաստանը։ Մեր բազմաթիվ մեծ ազգային դեմքերը եղած են հայ առաքելական եկեղեցվո քահանաներ, ինչպես նաև հայ կաթողիկե եկեղեցվո հոգևորականներ, որոնք առաջնորդած են ժողովուրդը իր իրավունքներու պաշտպանության ճանապարհին։ Ներկա Հայաստանի Հանրապետության վարչապետին եւ անոր հետ համագործակցող դրկասեր աշխարհաքաղաքական ուժերու կողմէ հայ հոգևորականներուն թեմ դեղի ունեցող հարձակումներու լույսին տակ հասած է բահը, որ հայ եկեղեցվո բոլոր եպիսկոպոսները ներառյալ հայկական ավետարանական եկեղեցիներու քահանաներն ու հովիվները ճշմարտությունը ներկայացնեն մեր իրավական եւ քաղաքական գացության մասին, թիմելով ժողովրդին եւ նպաստեն, որ մեր սրտերուն մեջ վերածնի 1920 թվականի միջազգային ճանաչում ստացած հայոց մեծ պետությունը, կարոզելով, որ մենք բոլորս այդ պետության քաղաքացին ենք։
1920 թվականը դարեթիվ մնե զոր հայկական պաշտոնական պատմակրությունը կփորձե շրջանցել նպատակ ունենալով բահել արհեստական եւ գեղձ կարգավիճակը, որ սակայն այսօր հասած է գործանման եզրին։ Այնուամենայնիվ, այդ թվականը հայ ժողովրդի հարության կակատնագետներ, երբ թրքական ցեղասպանութենեն ետք միասնությամբ խոհեմությամբ, կազմակերպությամբ եւ հայրենասիրությամբ մենք ցերկ բերինք միջազգային ճանաչում որպես ժամանակակից պետություն պատմական Հայաստանի վերակազմված տարածքին վրա։ Այդ պետությունը մինչև այսօր կմնա իրավական ուժ ունեցող միավոր։ 1991 թվականին դեղի ունեցած բաժանումը խորացնելու փորձերով ներկայիս Հայաստանի Հանրապետության վարչապետը զանց առնելով Արցախը կփորձե վերացնել բոլոր խոչընդոտները, որոնք կրնան զայն ստիպել ճանչնալ պատմական Հայաստանի իրողությունը եւ զորացնել իր համակրանքը Թուրքիո եւ Ադրբեջանի հանդեպ։ Այս ընթացքին ան որոշած է հարձակում գործել մեր ազգային ինքնության համասյուներեն մեկուն եկեղեցու վրա։ 1991 թվականին ի վեր ունենք իրականությունը։ Հայաստանի Հանրապետությունը փաստորեն բաժնված է մեզ մե։ Այդ պահին սկսյալ ականատես եղած ենք դխուր երևույթիմը, թե քաղաքական բոլոր գուսակցությունները, թե սփյուռքի մեջ գործող քաղաքացիական միավորումները լրած են այս իրականության թեմ։ Ընդհակառակը եղած են այդ կարգավիճակին գլխավոր պաշտպանները։ Այս կարգավիճակը արդեն 33 տարի օգտագործվի զրկելու համար մեզ մեր հայկական ինքնութենեն, ի նպաստ այն 29743 կիլոմետր տարածքին պահպանումին, որ ներկա ղեկավարության կոպիտ սխալներուն հետևանքով կգտնվի ավելի մեծ վտանգի տակ։ Ուստի այս հարձակումն արդեն պետք է ըլլա բացահայտող աստակ մանավանդ հայ եկեղեցու հոգևորականության համար։ Անոնք պետք է արձագանքեն բացահայտելով 1991 թվականին ի վեր կազմակերպված սուդի արմատները։ Այսօր, ինչպես անցյալին, անհրաժեշտ է, որ իբրև ժողովրդի հոգևոր առաքելություն ունեցող պատասխանատու հայորդիներ, անոնք վերադառնան նաև քաղաքական առաջնորդության, համագործակցելով Արևմտյան Հայաստանի Հանրապետության իշխանություններուն հետ եւ ըլլան առաջիններեն, որոնք պիտի դուրս գան վնասակար էստաբլիշմենթի թեմ եւ սկսին քարոզել հայ ժողովրդի գործուն իրավունքներուն մասին։ Անոնք պետք է դեղեկացնեն մեր հայրենակիցներուն, որ 1991 թվականին դեղի ունեցած է քաղաքական եւ իրավական շարժումը, որուն արդյունքով մենք Արժանտինայի եւ աշխարհի այլ վայրերու հայերը դուրս մնացինք ներկա Հայաստանի Հանրապետութենեն, սակայն կշարունակենք ըլլալ պատմական Հայաստանի եւ 1920 թվին ճանաչված պետության լիիրավ անդամներ։ Ներկա Հայաստանի Հանրապետության իշխանություններու կողմէ հայ եկեղեցվո թեմ ուղղված ամոթալի հարձակման խորքային նպատակը պատմական Հայաստանի ժխտումն է շարունակելու համար խոչընդոտել Արևմտյան Հայաստանի բնիկ ժողովրդին, այսինքն մեր բոլորին պայքարը մեր միջազգային իրավունքներով ապահովված իրավունքներուն ճանաչման ուղիով։ Արևմտյան Հայաստանը մենք բոլորս ենք։ Դոկտոր Գիլերմո Կարամանյան, Արևմտյան Հայաստանի Հանրապետության տեսփան, Արժանտինայի Հանրապետության մեջ։ Հրապարակված է Western Armenia շաբաթաթերթի հոբելենական 80-րդ թիվը, որ կընդգրկե շարքը արդիական եւ կարեւոր հոդվածներ նվիրված հայկական իրավունքի, Արցախի ապակային եւ շրջանային զարգացումներու վերլուծության։ Թերթի այս թիվին մեջ ընթերցողները կգրնան ծանոթանալ հետեւյալ նյութերուն. հայացք Երևանեն խորագրով վերլուծություն Մինսկի խումբի լրության մասին, Բաքվի ռազմական եւ քաղաքական հանցագործություններու նկատմամբ։ Amnesty International-ի գնահատականը, ըստ որուն անտեսված կմնա հայերուն Արցախ անվտանգ եւ արժանապատիվ գերբով վերադառնալու իրավունքը։ Մեդաքսե Հակոբյանի վերլուծությունը Շուշիի մասին, ուր ան շեշտ կտնե, թե Շուշին պետք է ազատագրվի, որովհետեւ վերածված է վերադառնալու, վերագերդելու եւ վերազարթնելու ազգային խորհրդանիշի։ Դիկրան Աբրահամյանի դիտարկումը, ըստ որուն Ադրբեջանը դարձյալ խախտած է հրատատարի դրությունը խնաձախի, խոզնավարի եւ այլ ուղղություններով։ Շաբաթաթերթը հրատարակված է հայերեն, անգլերեն, ֆրանսերեն եւ թրքերեն լեզուներով։ Ախտամարի վանքը գտնվելով Վանա լիճի հարավարևելյան բաժնին մեջ, Ախտամար գղզիին վրա եղած է միջնադարյան հոգևոր եւ մշակութային կենտրոն։ Վանքին գլխավոր կառույցը Սուրբ Հաջ եկեղեցին կառուցված է 915-921 թվականներուն Ջարդարաբեդ Մանվելի կողմէ։ Եկեղեցին նշանավոր է իր գեղագիտական քանդակազարդերով, որոնք պատկերներ են հին եւ նոր գդակարաններ են։ Արցունիներու թակավորության ընթացքին գղզիին վրա կառուցված է նաեւ ամրոց, պալատ եւ նավահանգիստ։ Ախտամարը եղած է կրթության կարևոր կենտրոն։ 1917-ին վանքը ամայացած է, իսկ 2007-ին Սուրբ Խաչ եկեղեցին վերանորոգված է եւ այժմ կգործե իբրև թանգարան։ Թորթյոլը Գիլիգիո պատմական խաբարակներեն մեկն էր Ադանայի նահանգին մեջ։ Այս շրջանը ուներ ճանաչված հայկական համայնքը, որ մեծ փորձություններու ենթարկվեցավ առաջին համաշխարհային պատերազմի դարիներուն։
1915-ին հայրութեմ իրականացած ցեղասպանության ընթացքին Թորթյոլի շուրջ 7000 հայ բնակիչներ բռնակախտեցին։ Այս ողբերգական դեպքը դարձավ համայնքի գոռոստի սկիզբ։ Հայերը այս տարածքին մեջ դարեր շարունակ ապրած էին պահպանելով իրենց եկեղեցիները, մշակույթը եւ կրթական հաստատությունները։ Թորթյոլը այսօր գոյություն ունի միայն հիշողության մեջ իբրև խոր վիրավորանքը հայկական անցյալին մեջ Գիլիգիո սրդին մեջ։ Հունիս 14-ին Բիթլիսի Ադիջևաս քավարի սահմաններուն մեջ Վանա լիճի ափին գտնվող խոդածած տարածքի մեջ հրտեհ մը փրկած է։ Հրտեհի պատճառները դակավին բարձված չեն, սակայն անգարտ ժամանակի ընթացքին խուճապի մատնած է շրջակա բնակիչները։ Դեպքի վայր ժամանած են համայնքային հրշեջ խումբերը։ Հրտեհը մարած է առանց մեծ վնասի, իսկ պատահարին շուրջ սկսած է պաշտոնական հետաքննություն։ Այս դեպքը նորեն կշեշտե Վանա լիճի շրջակա բնության պահպանման եւ կանխարգելիչ միջոցառումներու անհրաժեշտությունը։ Financial Times պարբերականը գոչ կնե արգածախնդիրը զբոսաշրջիկներուն գլխապտույտ ճամփորդություն կատարել դեպի Հայաստան։ Անիկա արադացերնության երգիրմն է, առաջին քրիստոնեական ժողովուրդը եւ քաղաքակրթության բնորանը։ Պատմության, մշակույթներու եւ գայսրություններու այս եզակի խառնուրդը, ինչպես նաեւ հայ ժողովրդի գամքը եւ վճռակամությունը հաղթահարելու անցյալի դաշնությունները Հայաստանը կդարձնեն հարստացած եւ հետաքրքրական երգիրմը կնշվի հրապարակումին մեջ։ Հեղինակները կշեշտեն, որ Հայաստանը իր բարդ անցյալեն կգերդե համարձակ ապագամը։ Հոդվածին մեջ մասնավորապես հիշատակված են Խոր Վիրաբի վանքը, Նորադուսի հինավուրց խաչքարերը, Դիլիջան եւ Գյումրի քաղաքները, Ծիծեռնակապերտի հուշահամալիրը եւ Սևանա լիճը։ Հունիս 16-ին միապանական համագումարի արդիվ Մայր Աթոր Սուրբ Էջմիածնի միապանները Հայաստանի եւ Սփյուռքի թեմերեն այցելեցին Ծիծեռնակապերտի հուշահամալիրը խոնարհելու հայրու ցեղասպանության նահատակներու հիշադակին։ Ձագեպսակ զետեղել է ետ կատարվեցավ բարեխոսական աղոթք։ Այնուհետև ուղևորվեցան երապլուր հարկելու հայրենիքի համար զոհված հերոսները եւ աղոթելու անոնց հոգիներուն համար։ Մասնագետները այցելեցին նաեւ Գոմիդասի անվան բանտյոն, իրենց խոնարհումը եւ հարկանքը ներկայացնելու հայ եկեղեցվո մեծանուն վարդապետ Գոմիդաս վարդապետի շիրիմին առջև մատուցվեցավ հոգեհանգստյան գարկ։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան ենք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։